Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտոնյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 29-ն է 2026 թվական։ Այսօր Հայաստանի Շնորհապետական կուսակցության ակտիվի հետ կուսակցության նախագահ եւ վարչապետի տեխնացու Գուրգեն Սիմոնյանի գլխավորությամբ շրջում էինք մայրաքաղաքում, Դավթաշեն վարչական շրջանում, այնուհետև Արաբկիր վարչական շրջանում, ծանոթանում մարդկանց խնդիրներին, ներկայացնում մեր խնդիրներն ու ծրագրերը, ասեմ, որ մարդիկ շատ լավ են տրամադրված, դրական են ընդունում, շատ-շատերը ճանաչում են, շատ ոգևորված են, իհարկե լինում են մարդիկ, որոնք ասում են կարող է հանկարծ ձայները փոշիանա, ասում են Ժողովուրդ ջան, այդ հեքիաթին ում եք լսում, ինչ փոշիանալու մասին է խոսքը։ Այն մարդիկ, ովքեր ասում են բերեք ձայները այնպես անենք չփոշիանա, նրանց ուշն ու միտքը նա է ասում դե այս ռուսամետ ուժերը որ միանան, իրանց ձայները շատ լինի, որպեսզի Նիկոլ Փաշինյանին տուն ուղարկեն։ Մենք էլ ասում ենք, բա դուք ինչի եք, դուք ուզում եք, որ ռուսամետ ուժերը հաղթեն, ասում է չէ, բա ո՞նց է ձեր ձայները փոշիանալու։ Իսկ մենք ասում ենք, կստանանք բավարար ձայներ, տուն կուղարկենք նաև ռուսամետ ուժերի։ Вы չեք հասկանում ինչի համար են իրանք տենց, դրանք չեն ցանկանում, որ մենք ստանանք բավարար ձայներ եւ իրանք չհաջողվի Նիկոլ Փաշինյանին տուն ուղարկել։ Եվ դրա համար ասում են, գիտեք ինչ, դուք դրանով օգնում եք Նիկոլ Փաշինյանը։ Ոչ։ Մենք դրանով նաև խանգարում ենք, որ դուք իշխանությունը չվերցրեք եւ այդ իշխանությունը նորից չանցնի Ռուսաստանի տակ։ Տեղից էլ Ռուսաստանից չենք էլ փոկվել, հիմա դրա մասին էլ կխոսենք, ժամանակ մնա ընտրության մասին էլ կխոսենք։ Հիմա նայենք ինչի առաջ է կանգնած Հայաստանը։ Ռուսաստանի, Բելարուսի, Ղազախստանի եւ Қырғызստանի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել, որով անհրաժեշտ են համարել հնարավորինս սեղմ ժամկետներում Հայաստանում համազգային հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով։ Աստանայում մայիսի 29-ին ընդունված հայտարարությունում նշվում է, որ այդ դիրքորոշումը ձևավորվել է հաշվի առնելով Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելուն ուղղված քայլերը, այդ թվում 2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի ազգային ժողովի կողմից ընդունված եւ Հանրապետության նախագահի կողմից ստորագրված Հայաստանի Հանրապետության Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը, այն դեպքում սա նայեք, մարտի 26, այսինքն ավելի քան 1 տարի։ Ինչպես նաև 2026 թվականի մայիսի 5-ին կայացած Հայաստան Եվրամիություն առաջին գագաթնաժողովի արդյունքում ընդունված համատեղ հռչակագրում Եվրամիության կողմից Հայաստանի եվրոպական ձգտումների վերահաստատումը։ Սա էլ ավելի քան 1 տարի այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը շփվել է ռուսների հետ, բացատրել, որ մենք Եվրոպա չենք գնում, բացատրել, որ եվրոպացիներն էլ բացատրել, որ չեն գալի, Ռուսաստանի դեմ դուրս չեն գալու, սա պարզապես Նիկոլ Փաշինյանի խաղերն էր բոլորին հասելու, որի մասին պարբերաբար խոսել ենք, որ դա ինչ որ մի պահ մեզ խանգարելու է, բոլորին հա չեն ասում, դա բազմավեկտոր քաղաքականություն չի, դա բալանսավորված քաղաքականություն չի, դա ընդհանրապես քաղաքականություն չի։ Հիմա նայենք, կիսում ենք այն դիրքորոշումը, որ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունը հնարավորինս կարճ ժամկետում անցկացնել համազգային հանրաքվե Եվրամիությանը անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում հետագա մնալու հարցով ասված է հայտարարության մեջ։ Որոշվել է, որ Բելարուսի, Ղազախստանի, Қырғызստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները Եվրասիական միջկառավարական խորհրդում 2026 թվականի դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստում կզեկուցեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին։ Փաստորեն իրենք մեզանից պահանջում են անցկացնել հանրաքվե, գնում ենք դեպի Եվրոպա, թե մնում ենք Եվրասիական տնտեսական միությունում։ Հիմնավոր է արդյոք նրանց պահանջը։ Իրավական առումով բացարձակապես ոչ։ Եվ հույս ունենք, որ մեր իշխանությունները կասեն, այդ որ լավ օրենքներին տիրապետում եք, թե Հայաստանն ինչ օրենք է ընդունել կամ ինչ հուշագիր է ստորագրել, ինչ հռչակագիր է ստորագրել, կարող է մի հատ էլ ուշադրություն դարձնեք Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին օրենքը,
անգիր կարող եմ ասել, բայց ուղղակի ասում եմ, որ դուք էլ ման գաք գտնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքը հանրաքվեի մասին, ընդունված 2018 թվականի մարտի 23-ին, հոդված 4, հանրաքվեի դրվող հարցերը, կետ 3, հստակ կարդում ենք, վերպետական, միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխության վերաբերող հարցերը դրվում են հանրաքվեի։ Այսինքն, երբ Հայաստանը որոշում կայացնի անդամակցել որևէ վերպետական կազմակերպության կամ դուրս գալ այդ վերպետական կազմակերպությունից, պետք է անցկացնի հանրաքվե, բայց այս պահին Հայաստանը եթե դիմում գրի Եվրամիության անդամակցության, դրա համար հանրաքվեի անհրաժեշտություն չկա։ Այդ մարդիկ պետք է հասկանային, որ դիմում գրելուց մինչև անդամակցություն կարող է անցնել տարիներ, նույնիսկ տասնամյակներ։ Կարող է նույնիսկ չանցնես այդ փուլը։ Երկրներ կան, որոնք անգամ թեկնածուի կարգավիճակով տարիներով եւ տասնամյակներով են սպասում։ Այսինքն դա պարտադրանք, որ Հայաստանը անցկացնի հանրաքվե դիմում գրելու համար, ուղղակի նման պահանջ չի դրել մեր առաջ սահմանադիրը, օրենսդիրը։ Չկա տենց բան։ Այսինքն դուք մեզանից ինչ եք պահանջում, ճնշում եք գործադրում։ 4 երկրի ղեկավարով հավաքվել եք, Հայաստանի օրենսդրությունը նայել եք, թե դուք էս եք ընդունել, որից հետո մեզ ասում եք, բա անցկացրեք հանրաքվե։ Բայց սա ինչի մասին է խոսում, որ նրանք համարում են, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ խոստումներ տվել է, իրանց բառից բուն իմաստով կներեք արտահայտության համար քցել է։ Սա է, որ մենք ասում ենք, տենց գործընկերների հետ չեն վարվում։ Դու այդ քաշը չունես տենց խաղեր տաս։ Այդ գավառամիտ ճարպկությունը ինչ-որ միտեղ բերում դեմ են տալի։ 25 թվականին դեմը չեն դրել, 26 թվականին ընտրություններից առաջ դրել են։ Որովհետև 26 թվականին էլ էր հավաստիացումներ անում, որ Հայաստանը ձեզ հետ է, մենք տեղ չունենք գնալու, այս ռուսամետների հարցերը լուծեք, ոչ մի բանով չօգնեք։ Իսկ հիմա ասում են ինչի համար անենք, որ եկել ես մեր ձեռն ես ընկել։ Հիմա հավաստիացումները լսենք, որ դու տեղ չունես գնալու, կամ թող ժողովուրդը հանրաքվե անի, որպեսի հիմնավորի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու ցանկություն չունի, փակենք Եվրամիության թեման։ Այսինքն պատկերացնում եք, այսինքն անգամ օրենսդիրը նման պահանջ մեր առաջ չի դնում, բայց դրսից մեր առաջ պահանջ են դնում։ Սա ինչ է կատարվում Հայաստանի հետ։ Մանր ժուլիկության այլևս չեն հավատում։ Կանգնում Ալիևն ասում է, ես փաստաթուղթ եմ ստորագրել Փաշինյանի հետ, բայց դա ես չեմ համարում բավարար, ես ցանկանում եմ փաստաթուղթ ստորագրել հայ ժողովրդի հետ։ Կանեք հանրաքվե սահմանադրությամբ կհանեք նախաբանը, նոր ես պայմանագիր կկնքեմ Փաշինյանի հետ։ Այսինքն ինքը չի ճանաչում Փաշինյանի լիազորությունները, որտեղ համարում է, եթե նույնիսկ նա ընտրված վարչապետ է, այսօր ինքն է, վաղը ինքը չի, կամ այսօր մի բան է ասում, վաղը ուրիշ բան է ասում։ Այդ վարչապետին ինչպես կարելի է վստահել։ Եվ ինքը պարտադրում է հանրաքվե, որպեսզի ժողովուրդը այդ որոշումը կայացնի։ Իսկ մենք կարծում եմ բավարար սկզբունքային կլինենք եւ Ալիևին կուղարկենք համապատասխան տեղ բավական բարեկիրթ կերպով եւ որևէ ձևով դա հիմք չի հանդիսանա մեր հետ պատերազմ սկսելու, որտեւ այդպես վախվորած որ ապրենք, ամեն օր կարող է պատերազմ սկսեն կամ առանց պատերազմի մեզանից ուզածը վերցնեն։ Հիմա ԵԱՏՄ Նիկոլ Փաշինյանի գործընկերները Նիկոլ Փաշինյանին պարտադրում են դարձյալ դրա անհրաժեշտությունը չլինելով անցկացրու հանրաքվե, թող ժողովուրդը որոշի, որ ԵԱՏՄ-ում մնալու է։ Դրա համար Նիկոլ Փաշինյանի խնդիրները թողենք իր հետ, մի հատ նայենք ինչ են անում։ Մի քանի օրից Հայաստանում տեղի կունենա հանրաքվե, ավելի պարզ հանրաքվե էլ որն է լինելու ժողովուրդ ջան։ Ժողովուրդը գնալու է ընտրության, տեսնում է կա Նիկոլ Փաշինյան, որը խաղեր է տվել, հասարակությունն ասել է տվեք ինձ ձայն, եւ ես Հայաստանը կտանեմ Պուտինի տակ, կտանեմ Էրդողանի տակ, կտանեմ Ալիևի տակ, բացի հետ էլ մի հատ էլ Իրանի հետ էլ հարաբերություններ ունեցեմ կարգավորեմ, մի հատ էլ մտել եմ Իրանի տակ, մի հատ էլ Եվրոպայի տակ եմ մտել, մի հատ էլ Ամերիկայի ժողովուրդ ջան, ես բոլոր հարցերը լուծել եմ, դու ոչ մի հարց էլ չես լուծել։ Միլիոն անգամ ենք ասել անհամատեղերին չես կարող համատեղել։ Մի օր դեմդ են դնելու, այսօր հերթով դեմդ են դնում։ Այս Փաշինյանն է ասել,
Ինչ են ասում մյուսները։ Ժողովրդյան ձայն տվեք մեզ, մենք ավելի սերտ համագործակցություն հաստատենք Ռուսաստանի հետ։ Սրանից ավել համագործակցություն եք ուզում, որ ընդամենը մի հատ անշարժ հայտարարություն, որ մենք գիտենք Փաշինյանը Եվրոպա չի տանում, դուք դրա դիմաց դեմ եք տվել իրան։ Այսինքն դուք ավելի մեծ կախվածություն եք պահանջում Փաշինյանից, նրանք էլ ասում են, եթե Փաշինյանին մերժենք, մենք այդ ձեր ուզած ավելի մեծ կախվածությունը կանենք։ Որևէ մեկը կասկածում է, որ այս հանրաքվեի հետ կապված, եթե ռուսամետ ուժերը անցնեն, հանրաքվեի չեն դնի մերժելու Եվրամիությունը եւ հաստատելու, որ Հայաստանը պետք է մնա ԵԱՏՄ-ում։ Կասկածում եք որևէ մեկը, որ դա Սամվել Կարապետյանը կլինի, Գագիկ Ծառուկյանը, թե Ռոբերտ Քոչյանը, թե նրա արբանյակները դա անելու են։ Բա հիմա մեր արժանապատվությունը որտեղ մնաց ժողովրդյան։ Ասում են ժողովուրդ, դու որոշի, դու ինքնիշխան պետություն ես, դու որոշի։ Եթե դու կորոշես, մենք հարգանքով կվերաբերվենք հայ ժողովրդի որոշմանը։ Հիմա հայ ժողովուրդ շանս ունեք մի քանի օրից իրանց ուղարկելու համապատասխան ուղղությամբ։ Բերեք անենք։ Էլ խաղեր տալու ժամանակ չկա եւ ոչ մեկն է խաղեր չի կարող տալ։ Պարս Նիկոլ Փաշինյանի խաղերը տեսնում եք մեզ ուրա տանում արկածախնդրության, որովհետեւ չի էլ կա Բարավոտից իրիկու ասում էր Պուտինը իմ ընկերն է, իմ գործընկերն է, Ռուսաստանը եղբայրական պետություն է։ Հիմա այդ եղբայրական պետության հետ դու հարցերը չես լուծել։ Մի դնենք մի կողմ, որ մենք դեմ ենք, որ դու կարողանաս ԵԱՏՄ-ի հետ հարցեր լուծես, որովհետև ես մեր երկրի ապագան տեսնում եմ Եվրամիության կազմում, բայց դու ստանձնել ես իշխանությունը, ասել ես, որ ինձանից շատ ոչ մեկը Պուտինի հետ չի շփվում եւ հարցը չես կարողանում լուծես եւ ընտրությունից առաջ քեզ դեմ են տալիս, ասում են էսա վիճակը։ Այսինքն դու վիճակի չես անես նույնիսկ նա, ինչը որ խոստացել ես, պարտավորվել ես, հրապարակային հնչեցրել ես ու անես։ Ոնց կարելի է քեզ վստահել ավելի գլոբալ, ավելի լուրջ հարցեր։ Դրա համար ժողովուրդ ջան, դուք լավ գիտեք, որ Նիկոլ Փաշինյան եւ նրա արբանյակ ուժեր, նրանք մեզ Եվրոպա չեն տանելու։ Արբանյակ ուժերից եւս մեկը հայտարարեց, որ եթե մենք մտնենք խորհրդարան, մենք կոալիցիա կկազմենք Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչ որևէ մեկը դրանում կասկածում էր։ Չեն կասկածում, նույնիսկ եթե չհայտարարեին էլ։ Բայց հիմա դուք իմացաք, չէ՞, կա Նիկոլ Փաշինյան եւ նրանց սպասարկող ուժեր։ Նրանք չեն կարող լինեն արևմտամետ ուժեր մի պարզ պատճառով, որտեղ իրանք պետքա միանան Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը ինչ որոշեց, իրանք համաձայնվելու են։ Վերջ։ Նշանակում է չկա այնտեղ այլևս։ Եվ այնպես չի, որ մենք շառ ենք անում իրանց վրա, իրանք են հերթով հայտարարում դրա մասին։ Հիմա շուտ գանք մյուս տեղը, ռուսամետ ուժերը, որոնք առավոտից իրիկու ասում են ձայներ մի փոշիացրեք, թողեք մենք հաղթենք Նիկոլ Փաշինյանին։ Մենք էլ ասում ենք ոչ, դուք հաղթելու գինը ուզում եք Հայաստանը Ռուսաստանի ազդեցության տակ կոխելը, ավելի մեծ, քան անգամ Փաշինյանը։ Չի լինելու դա, ինչքան մեր ուժը կպատի։ Ժողովուրդ ջան, դիմում ենք ձեզ, այդ հանրաքվեն ընտրության ձևով արեք։ Ովքեր որ հաղթեցին, ռուսամետ ուժերը Հայաստանը տանելու են, իմացաք։ Այն ուժերը, որոնք որ ցույց են տալիս, որ իրանք դեմ են այս իշխանությանը եւ դեմ են նախկիններին, չեն բացառում Սամվել Կարապետյանի հետ համագործակցությունը, որտեղ Սամվել Կարապետյանին ոչ ռուսամետ են համարում, ոչ նախկին։ Դուք իրոք տենց եք կարծում։ Մեր ժողովուրդը տենց է կարծում։ Ավելի պարզ հասկանալի չի, որ ստեղ էլ չկա շեմը հաղթահարող որևէ ուժ, որը չի գնալու միանա ռուսամետ ուժերին։ Միակ ուժը, որը հստակ հայտարարել է, որը շատ մարդկանց ցնցումների մեջ ակցել, ասել է մենք ոչ նրան ենք միանալու, ոչ նրան։ Շատ եք ուզում պրծնեք Փաշինյանից, ցայն տվեք Գուրգեն Սիմոնյանին։ Շատ եք ուզում պրծնեք ռուսամետ ուժերին, ցայն տվեք Գուրգեն Սիմոնյանին։ Որովհետև եթե դու գնում ես ժողովրդի առաջ հանդես ես գալի, քաղաքական պատասխանատվություն ես վերցնում, քաղաքական պատասխանատվություն վերցնում ես հստակ քո լիդերով։ Ոչ թե գնում խաղեր ես տալի, ասում ես մենք վարչապետի տեխնատուներ ունենք, կասենք ով։ Մեկը գիտեք, որ ձեր վարչապետի տեխնատուն չի լինի։ Մյուսն էլ ասում է մեր տեխնատուն Սամվել Կարապետյանն է, որը չի կարող լինի։ Բայց չենք ասում ով է։ Էսա ժողովուրդ ջան, ձեները տվեք, ձեները ստանանք, հետո կասենք ինչ է։ Էդ եք ուզում։ Այդ ձևի ալնում։ Մի ուրիշն էլ ասում է, գիտեք ինչ, բերեք սաղով հավաքվենք, ընենց անենք, մեկը մեծամասնություն չունենա, բայց սկզբից չասենք ով պետք է լինի վարչապետ, պայմանավորվելու արդյունքում։ Մարդը գնում ածարագիր ու գաղափար ներկայացնում ժողովրդին, նրանից վստահության քվե է ստանում, եւ մեկ էլ մի հատ
հայտնի կինոյի նման մի հատ մարկրիտ ցաղացնում եք ժողովրդի վրա, ասում եք ժողովուրդ ջան, այս 4 ուժերին որ ձեն եք տվել, չէ, սրանց տեխնացուն չի վարչապետ լինելու։ Այս 4-ով իրանք առանձին նստել պայմանավորվել են, 5-րդ մի հատ մարդ հալվելու, որից դուք կարող ասկի երեսը տեսածել չլնեք։ Կոմպրոմիսի եք ժողովուրդը։ Պայստապետ վաղոյին որոշել են, որ ինքը կոմպրոմիսային տարբերակ է բոլոր 4-ի համար։ Դուք էլ ասում եք ժողովուրդ ջան, բայց գոնե իմանայինք այդ վաղոն գոնե նես խառը պահեստի պահեստապետ է, թե նես մենակ մի ձևի ապրանք է, էլի, գոնե իմանանք բարդ պահեստ կարողանում է ինքը ղեկավարի, որպեսզի դառնա վարչապետ։ Այս ձևի եք գնում ընտրության։ Էն ինչ Աշճանյա պետք անլրջացնել ընտրությունը ժողովուրդ ջան։ Հիմա տեսնում եք Ռուսաստանը մեր առաջ խնդիր ա դրել։ Հիմա պատասխանը տալիս ենք, թե չենք տալի ժողովուրդ։ Ավելի պարզ ոնց բացատրենք։ Այս մարդիկ տանում են քաղաքացիական պատերազմի, տանում են քաղաքացիական բախման, որը լինելու է հունիսի 7-ին։ Ես էլ ասում եմ, ցույց տվեք մի ուժ, որը կարող է դա կանխել։ Ես հստակ ասում եմ, վերլուծական ունակությամբ, կա այդպիսի ուժ։ Դա Հայաստանի Շնորհապետական կուսակցությունն է, որի վրա որևէ բեռ չկա այդ ուղղությամբ։ Եվ նրա ղեկավարին վրա որևէ բեռ չկա, որպեսզի նա որևէ ձևով պարտավորված լինի կամ սրա խաղը կամ նրա խաղը։ Նոր սկսել է նոր քաղաքական ուժ, հավաքել է նվիրյալներ, որի արդյունքում ինքը գիտի, որ նրանք միասնական որոշում են կայացնելու, որևէ մեկը խաղեր չի տալու, անգամ թիմի մեջ, անգամ որ թիմի հետ կարողանաք դան, քանի քաղաքական ուժ պառակտվեց մինչև ընտրությունը, քանիսը հայտարարեցին դուս եկան, մի հատ նման հայտարարություն Շնորհապետական կուսակցությունից տեսակ, մի հատ իրար ուտել, մի հատ չգիտես ինչ, առավոտից իրիկու ճանապարհ են գնում իրար հետ, արդեն նայեք Սյունիքով, Հյուսիսով, Հարավով, Արևելքով, բոլոր տեղերով, բոլոր վայրերով իրար հետ գնում են Երևանում, տարբեր տեղ հազարով մի հարցեր, մի հատ որևէ խոսակցություն լսել եք, որ միասնական թիմ չի հանդես գալի նորաստեղծ կուսակցության, բա դրա համար եք հիստերիայի մեջ գնում։ Բայց այս ձևի են աշխատանք տանում։ Բայց ես դա եմ տեսել, որ միացել եմ, ու ձեզ էլ խորհուրդ եմ տալիս, որ միանաք։ Եկեք միասին դա անենք։ Իսկ վաղը որ կլինի բախումներ, կկանգնենք ասեն, բայց ինչի սենց եղավ։ Մեկ էլ ասում են, գիտեք ինչ ժողովուրդ ջան, կարող եմ մի հատ սենց որոշ վերլուծաբաններ, ոնց որ չեն ուզում էլի ձեզ սատարեն, բայց դե լավ կլներ էլի այս կողմ այն կողմ։ Ժողովուրդ ջան, չեմ ուզում անուններ տամ, որտեղ չեմ համարում, որ դրա անհրաժեշտությունը կա, որ իրանք իմ եթերում ներկայանան, իրանց անվան տեսքով։ Ավելի պարզ բացատրում եմ ձեզ։ Եթե ես իմանամ, որ իմ ընտրվելը ինչ որ մի վերլուծաբանի ցակախված, ես ինչ որ մի ծառից, ինչ որ մի պարանից կկախվեմ, ժողովուրդ ջան, բայց իրանք չեմ դիմի։ Ես ձեզ եմ դիմում, ընտրողին եմ դիմում, ձեր աչքի առաջ եմ, մի քանի օր հետո էլ ես եմ ձեր առաջ պատասխան տալու, խաղեր տվեցինք թե չէ, ուրիշի խաղը խաղացինք թե չէ, դա մի քանի օր հետո է ալնելու։ Եթե դուք դրանից հետո պետք է լսեք ինչ որ մեկին ես իմում, որը ոչ մի պատասխանատվություն չունի ձեր առաջ, բացարձակ, ու ես պետք է ինչ որ մեկին դիմեմ, որպեսզի իրանք իմ անունը տան, հաստատ լուրջ եք ասում։ Ինչ եք ուզում, անհամեստորեն ասեմ, երազում էին, որ հետս շփվեն։ Ես պետք է իրանց անունը, իրանք իմ անունը պետք է տան, դրանով ես ձեզ տան, չէ, ժողովուրդ ջան, այդ ձենը ինձ պետք չի։ Եթե մարդիկ այդ խելքի պետք է լինեն, բացարձակապես ոչ մի պատասխանատվություն չկրող, բացարձակապես Հայաստանի կյանքով չապրող մարդկանց կարծիքով ինձ ընտրեն, ժողովուրդ ջան, մի ընտրեք։ Պետք չի։ Գնացեք իրանց ընտրեք։ Ես իմ որտեղ։ Ու ամեն անգամ ջղայնանում եմ, որ ինչ որ մեկը ասում է, իսկ կարող է դա գործին օգնի, որ գործին օգնի, որ ինչ որ մարդիկ իրանց կարևոր են, իրանք Հայաստանի քաղաքական կյանքում որոշում կայացնող են, դերակատարություն կայացնող, դե ունեցող են, որոշում կայացնող եք միատասեկում եք սատարում։ Մարդիկ էլ տեսնեն, թե ով է ձեր տեխնացուն։ Եթե ոչ մի տեխնացու չունեք, ուրեմն ձեր տեխնացուն Նիկոլ Փաշինյանն է։ Բարդ բան չկա հասկանալու։ Իսկ ես ձեզ ասեմ, Ախորյանցի անուն ավելի ազնիվ է, որտեղ Ախորյանցի անուն դոշ ծեծելով ասում է Նիկոլ, ես Նիկոլին եմ ուզում։ Ու Ախորյանցի անուն եթե գնա Եվրոպա, չի դառնա եվրոպացի անուն։
Կդառնա ախորյանցի անո Եվրոպայում։ Եթե ախորյանցի անո գնա Ամերիկա, չի դառնա ամերիկացի անո։ Կդառնա ախորյանցի անո Ամերիկայում։ Բայց նա ազնիվ է, որտեվ ինքը դոշտ ծեծելով Նիկոլ է ուզում։ Իսկ ինչ որ մարդիկ զուտ վերլուծական Նիկոլ են ուզում, ախորյանցի անո են աշխատում։ Այդ ամեն ինչը ինձ համար շատ պարզ է, Ժորժը, պետք չէ ամեն անգամ իմ թանկագին ժամանակը ծախսել դրա վրա։ Ընտրությունը կանցնի, մենք մեր որոշումը կկայացնենք։ Հետագայում ինչ ենք անում, կամ իրանք ինչ են անում, կամ դուք հարկ համարում եք այդ ամեն ինչից հետո իրանց լսեք, թե չէ։ Նիկոլ Փաշինյանը Աբովյանում քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ ինքը ԵԱՏՄ երկու բարձրագույն մարմինների անդամ է ու ամեն ինչ անելու է, որ Լուկաշենկոն չօգտագործի ԵԱՏՄ-ն Հայաստանի դեմ։ Նա նաև հայտարարել է, որ այդպիսի հայտարարություններն անողները փորում են ԵԱՏՄ գերեզմանը։ Փաշինյանը նշել է, որ հունիսի 7-ից հետո կվերադառնա իբրև վարչապետ ու կլուծի ԵԱՏՄ-ում առկա բոլոր հարցերը։ Սա եղել է մինչև այս հայտարարությունը, ինչի համար, հեսա կարդացի ձեզ համար։ Այսինքն ինքը պետք է ԵԱՏՄ-ին տեղը դնի, բայց այսօր գնացել է փոխվարչապետը, ոնց որ չտեսանք, որ ԵԱՏՄ-ին տեղը դրեց։ Լուկաշենկոն ասում էր, թե Հայաստանը ոչ մեկի պետք չէ։ Հիմա այդ նույն մարդը ոտու ձեռ է ընկել, թե ՀՀ-ն գնում է ԵՄ, ակտիվացրել է իր գործակալին, որ նա ՀՀ-ն շղթայի այնպես, ինչպես շղթայված էր 18-ից։ Հայաստանը ոչ միայն չի պատրաստում դուրս գալ ԵԱՏՄ-ից, ես ԵԱՏՄ միակ պաշտոնյան եմ, որ միևնույն ժամանակ անդամ է երկրու բարձրագույն կառավարման մարմնի։ Այդ լծակները պատրաստվում եմ օգտագործել եւ կօգտագործեմ։ Այսին հայտարարություններն անողները չեն հասկանում, որ փորում են ԵԱՏՄ-ի գերեզմանը։ Ընտրություններից հետո կվերադառնամ, ԵԱՏՄ նիստին կմասնակցի փոխվարչապետը, Հայաստանը չի մնալու մի դաշնակցի, մի գազային խողովակի հույսին, նշել է Փաշինյանը։ Այսինքն Հայաստանը ԵԱՏՄ-ի հույսին չի մնալու, մի խողովակի հույսին չի մնալու, շատ լավ է, շատ ուրախ ենք Հայաստանի համար։ Բայց ուզում ենք իմանանք, երբ որ փոխվարչապետը մասնակցում է Մայր Գրիգորյանը, ինքը գնաց ԵԱՏՄ-ին տեղը դրեց, ասեց, գիտեք, մենք ինչ լծակներ ունենք ձեզ տեղը բերելու, կարգի հրավիրելու, դուք Մայր Գրիգորյանի հայտարարությունները չեք լսել, դրան էլ կանդրադառնանք։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աստանայում ԵԱՏՄ առաջնորդների հանդիպման շրջանակներում կարճատև մտքեր են փոխանակել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այսինքն մեր հարցը քննարկում են Պուտինը եւ Լուկաշենկոն, այն Լուկաշենկոն, որին Նիկոլ Փաշինյանը որոշեց Աբովյանում հանդիպման ժամանակ տեղը դնել։ Հիմա մենք տեսնենք, ու այն Լուկաշենկոն, որ 4 նախագահների հետ միասին ստորագրել է եւ Հայաստանին պարտադրում է անցկացնել հանրաքվե։ Եվ շարունակությունը նայեք, Ռուսաստանից օր կա, որ Հայաստանի դեմ հայտարարություններ չլինեն։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շայգու, ինչ վերաբերում է ռուսական բազային, այն աշխատում է, գործում է։ Մենք դեռևս որևէ նախադրյալ չենք տեսնում դրա համար, այդ բազան գոյություն ունի եւ այնտեղ Հայաստանի անվտանգության համար, ըստ ամենակարևորը նորից եմ իջազնում, Հայաստանի անվտանգության համար են իրանք մեր մոտ։ Ռուսական 102-րդ ռազմաբազան տեղակայված է Հայաստանում 95 թվականից, 2011 թվականին բազայի տեղակայման ժամկետը Հայաստանում երկարաձգվել է մինչև 2044 թվական։ Սա պահվում է Հայաստանի անվտանգության համար։ Հայաստանի իշխանությունները համարում են, որ իրանք մեր անվտանգությունն են պահում, հայ ժողովուրդը համարում է, որ մեր անվտանգությունը։ Ռուսամետ ուժերը գիտենք ինչ են ասում։ Հայաստանի իշխանություններն էլ են գտնում սա։ Եթե չեն գտնում, բա ինչ են ասում։ Ասում են մենք չենք քննարկում բազայի հարցը։ Նրանք էլ ասում են, չպետք է քննարկեք մինչև 2044 թիվ երկարաձգված է ժամկետը։ Եթե Հայաստանն է խնդրել, որ դուք մնաք, ինչի եք դուք մինչև 2044 թիվ երկարացրել Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ որ մի 10 տարի էլ ժամկետը դեռ կար։ Եվ Հայաստանին պարտավորեցրել, որ միակողմանի չի կարա հարցը դնի, որ բազան դուրս բերի։ Բայց եթե դուք մեր խաթերեք եկեք, մենք պետք է խնդրեինք, որ դուք մնայիք։ Ինչի եք մեր ձեռները կտրել, որ մենք չկարողանանք այդ բազան հանելու որոշում կայացնենք։ Այս ձևի ենք Ռուսաստանից անջատվում, ժողովուրդ ջան։ Աստանայում ընդլայնված կազմով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է. Հայաստանը մտադիր է նաև ապագայում բարեխղճորեն մասնակցել
Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին, հաշվի առնելով դրա բոլոր անդամների ազգային շահերը։ Մենք բազմիցս վերահաստատել ենք Հայաստանի հավատարմությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխշահավետ համագործակցությանը ի շահ մեր երկրների և ընդհանուր առմամբ մեր տարածաշրջանի տնտեսական կայունության ու տնտեսական զարգացման կայունության ապահովման։ Այսինքն տարածաշրջանի հետ էլ գործընկերությունը որպես կամուրջ Հայաստանը դիտարկում ենք որպես այդ կամուրջը ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների միջև ու նաև տարածաշրջանի երկրների միջև։ Էս էր Ժողովուրդ ջան, Մհեր Գրիգորյան տեղը դրեց, երևի մյուս 4 երկրին։ Բայց հիմա պետք է հասկանամ, չէ՞։ Մեզ ամեն օր սանկցիայի տակ են կոխում, իսկ մենք դրա դեմ ոչ մի բան չենք անում։ Մեղայականով գնալու ենք ռուսների ոտերն ընկնենք, լուրջ եք ասում։ Բա Նիկոլ Փաշինյանն ասում է Ռուսաստանից առանձնանալու համար զոհեր ենք տվել, Արցախ ենք կորցրել, մեր պարանը հանել ենք մեր վզից։ Այդ դրա համար այդքան էլ Ադրբեջանն եկել մեր տարածք ա մտել։ Կռվել ենք Ադրբեջանի հետ, որ անկախանանք Ռուսաստանից։ Հիմա Ռուսաստանից, եթե հիմա այս վախացնելուց հետո Հայաստանը հետ քայլ անի, դուք պատկերացնում եք վիճակը Հայաստանի։ Ավելի վատ վիճակը ալնելու, քան մինչև այս իրավիճակը, որ մենք ունենք։ Բա հիմա ժողովուրդ ջան, արժանապատվություն չունենք, որ մենք ասենք մեր ժողովուրդը սա է ուզում։ Եվ հարգելի Եվրոպա, տեսակ որ ժողովուրդը այսպես քվեարկեց, դե օգնեք մեզ, որպեսզի մենք կարողանանք այդ սանկցիաների տակից դուրս գանք։ Մենք մեր քայլը, մեր հասարակությունը հայտարարեց, դե դուք օգնեք մեզ։ Պատրաստ եք չէ օգնելու։ Ֆանտաստիկ փողեր եք դնում Ուկրաինայում։ Պատերազմը Ուկրաինան ռազմի դաշտում Ռուսաստանից ավելի լավ դիրք է գրավում, օգնելով եվրոպական աջակցությամբ։ Մենք պատերազմի մեջ չենք։ Մի բուռ երկիր է դրա պահելն, ի՞նչ պրոբլեմ է, աշխատող ժողովուրդ ենք։ Մենք ասում ենք մեզ ձերի պահեք։ Մենք ասում ենք մենք աշխատող ժողովուրդ ենք։ Տվեք հնարավորություն եվրոպական ստանդարտի ապրանքել արտադրենք, ամեն ինչ էլ անենք։ Գանք ձեր այդ նորմալ ընտանիքի անդամ լինենք։ Հիմա նայենք Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Մաքսիմ Ռեշետնիկով մի շարք ապրանքների Ռուսաստանի Դաշնության մատակարարումների սահմանափակումների կիրառումը կարող է խնդիր դառնալ Հայաստանի, այլ ոչ թե ռուսական շուկայի համար։ Դուք տեսեք մեզ ինչ են ասում։ Հայաստանի համար այո, ռուսական շուկայի համար դրանք ծավալներ են, որոնք մենք հանգիստ կփոխարինենք այլ շուկաներից ներքին արտադրությամբ։ Այնտեղ որևէ կրիտիկական բան չկա։ Այսինքն Ռուսաստանի շուկայի համար Հայաստանի ծավալը ոչ մի բան է։ Մենք դա ցանկացածով կփոխարինենք։ Հայաստանի համար կատաստրոֆիկ, որովհետև մեզ առավոտից իրիկու բացատրում էին, թե մենք այդքան կախված ենք Ռուսաստանից, մեզ պետք է խելոք պահենք, թե չէ կզայրանա Ռուսաստանը։ Հիմա տեսնում եք ինչ է ասում։ Հիմա էլի եք ուզում մենք մեզ խելոք պահենք, էլի եք ուզում այլ ընտրանք չորոնենք։ Հայաստանից որոշ ապրանքների մատակարարումների սահմանափակումները բացասական ազդեցություն չեն ունենա Ռուսաստանի տնտեսության, այդ թվում գնաճի վրա։ Այսինքն ծավալ չունեք, որ դա որևէ ձևով ազդեցություն ունենա Հայաստանի վրա։ Հիմնական ծավալը մենք միշտ ապահովում ենք սեփական արտադրության հաշվին, այնտեղ որտեղ անհրաժեշտ է։ Այս ուղղություններով մենք այնուամենայնիվ մեր շուկաներում մատակարարների բավականին դիվերսիֆիկացված կառուցվածք ունենք։ Այսինքն Ռուսաստանը դիվերսիֆիկացիայի մասին մտածում է, որ որևէ երկրից կախվածություն չունենա, Հայաստանին պարտադրում են, որ մենք պետք է կախվածություն ունենանք Ռուսաստանից, եթե որոշեք մի միլիմետր շեղվեք դեպի Եվրոպա, մենք ձեզ կճնշենք։ Էդ եք ուզում, բայց ասում են, եթե ժողովուրդը կորոշի Եվրոպա, մենք ոնց կարող ենք որևէ ձևով ազդել ինքնիշխան պետության որոշման վրա։ Հիմա իրանք ասում են, որ Նիկոլ Փաշինյանի շուստրիությունն է, մեզ ուրիշ բան է խոստացել, Եվրոպային ուրիշ, մեզ ուրիշ բան ասել, ուրիշ բան անում է, բայց ժողովրդին հələ չեն կարող ասել։ Կարող են մեզ ասել, մենք ձեզ ուրիշ բան ենք խոստացել, բա որ ժողովուրդը մեզ զայն տա, դուք ինչ եք մեղադրելու մեզ։ Հիմա տեսակ ինչ է կատարվում։ Թեև իհարկե մենք գնահատում ենք բոլորին, բայց դա ոչ մի խնդիր չի ստեղծի մեր տնտեսության համար, ասել է Ռեշետնիկովը։ Հասկացանք ժողովուրդ ջան, ավելի պարզ մեզ ոնց բացատրեն, որ գնացեք ընտրատեղամաս հունիսի 7-ին եւ ընտրեք քվեաթերթիկ համար 4 Հայաստանի շնորհապետական կուսակցության եւ կստանաք հնարավորություն դեպի Եվրոպա որոշում կայացնելու։ Հիմա տեսեք, Ռոսպոտրեբնadzորը հրահանգել է կասեցնել ջերմուկ հանքային ջրի 64.5 միլիոն միավորի վաճառքը Ռուսաստանում,
Որոշումը պայմանավորված է պարտադիր տեխնիկական կանոնակարգերում հայտնաբերված խախտումներով։ Հայտնաբերվել է բիոկարբոնատ իոնների, քլորիդների և սուլֆատների թույլատրելի մակարդակից գերազանցող քանակություն։ Ռոսպատրեբնադձորը կարծում է, որ խախտումը կարող է ազդել ջրի բուժիչ հատկությունների վրա և սպառողների առողջության համար վտանգ է ներկայացրել։ Գործակալությունը հիշեցրել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ սահմանափակումներ են դրվում ապրանքանիշի արտադրանքի վրա։ 2026 թվականի սկզբից ի վեր Ռոսպոտրեբնադձորի պահանջով արդեն արգելափակվել է 38,4 միլիոն միավոր ջերմուկ շշալցված ջրի վաճառքը մանրածախ ցանցերում առցանց վաճառքում։ Հիմա երկու հարց։ Առաջին. Եթե հայկական ապրանքը նույնիսկ առողջության համար վնասակար է, ու մենք նորմալ ապրանք ենք արտահանում Ռուսաստան, մեջների լավ է, էքսպորտ է գնում։ Ու դա իսկապես առողջության համար վատ է։ Բայց ժողովուրդ ջան, մեր լաբորատորիաները մեռած են, սատկած են, բայց այդ ապրանքը Հայաստանի շուկայում չի վաճառվում։ Բա մեզ ինչ եք տալի խմելու։ Բա ասում եք թուրքական ապրանքն ու ադրբեջանական ապրանքը դուք կարող եք փորձաքննություն անցկացնեք ու բերեք ողողել հայկական շուկան։ Մեռա բացատրելով, այդ տանդերը իմ մասնագիտությունն է։ Ես լավ գիտեմ, որ դուք դա չեք կարող անել։ Դուք դա չեք կարող անել, դուք այդ լաբորատոր հնարավորությունը չունեք, Ադրբեջանից ու Թուրքիայից էլ վախ ունեք, որ վրեն գրած էլի թույն, դուք այդ թույնը կբերեք, վրեն կգրեք առողջարար թույն ու կվաճառեք մարդկանց վրա, որտեվ այդպես է ուզել Նիկոլ Փաշինյանը, ինչեք մարդկանց ներվայնացնում։ Հիմա մարդիկ կոնկրետ հարց են տալի, եթե ձեր ապրանքը որակով է եւ Ռուսաստանի լաբորատորիան ասում է անորակ է, ուր է ձեր դժգոհությունը եւ հանեք ասեք, պարոնայք ստախոստներ, մեր ապրանքը որակով է, եթե այդպես է դուք ջերմուկ երեսը չեք տեսնի, մենք ուրիշ երկիր կուղարկենք մեր որակով ապրանքը։ Ուր է, ունեք ձեր լաբորատորիայի պատասխանը, որ այդ ապրանքները, որոնք իրանք խոտանել են, այդ ապրանքները անորակ չեն, որակով են։ Չունեք։ Եթե ունեք, ցույց տվեք։ Այսինքն նշանակում է Ռուսաստանը երբ ուզենա ինչ ապրանք ուզենա, կարա անուն դնի ու հետ ուղարկի, բայց դուք դա է ձեր գործընկերը, այդ ձևի եք հետներն աշխատում։ Մենք դեռ չենք եկել իշխանության, որ մեղքը մեր վրա գցեք։ Ասեք, այ դուք Ռուսաստանին զայրացրեցիք, այ դրա համար Ռուսաստանը այդպես վարվեցին։ Վլադիմիր Վլադիմիրիչի ախպեր, պուճուր ախպեր Նիկոլ Փաշինյանն է զայրացրել, մենք ենք զայրացրել։ Այնը խաղեր տալով է զայրացրել, այն չի, որ ինքը Եվրոպա է գնում։ Հիմա ավելի պարզ մեզ ինչ ասեն, ժողովուրդ ջան, որ մենք իմանանք, ինչա կատարվում մեր հետ։ Պարզ չի։ Երկու հարց կա։ Եթե որակով ասում են անորակ է, ուրեմն այդ ինչ գործընկեր է, որոշում կայացրեք։ Եթե իսկապես անորակ է, բա մենք ինչ ենք օգտագործում։ Ինչու է բերապրանքը մինչև հիմա անորակ։ Քանի տարի ենք որոշել Ռուսաստանի ազդեցության տակ մնալ եւ անորակ ապրանք արտադրել, մտածելով, որ ռուսները կառնեն։ Մի օր ռուսները որոշում են չառնել եւ մենք փաստի առաջ ենք կանգնում։ Հետո պատահաբար իմանում ենք, որ այդ ապրանքը, եթե ռուսները չառան, ինչքանի վիճակի լինեն Հայաստանում իրացնելու են։ Ում վրա են իրացնելու։ Մեր վրա։ Բա մեր լաբորատորիաներն ուր են, ժողովուրդ ջան։ Այս ձևի եք երկիր ղեկավարում, այս ձևի եք դռները բացում հարևանների առաջ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով Եվրամիությանը մերձենալու հետ մեկտեղ Հայաստանը կհայտնվի մի իրավիճակում, երբ իր կողմից ընդունված նորմերը կհակասեն ԵԱՏՄ նորմերին ու կանոններին։ Փաստը մնում է փաստ, դա անհնար է։ Դեռևս կա մեկ հարց։ Եվրամիության ուղղությամբ շարժվելիս, որը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, Հայաստանը չի կարող եւ չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների ֆինանսների հաշվին, պետք է դա անի իր հաշվին։ Ամեն ինչ պարզ է, թափանցիկ եւ պարզ, ոչինչ չի մնում անպատասխան։ Եմեին մերձենալու հետ մեկտեղ Հայաստանն անխուսափելիորեն կբախվի խնդիրների ԵԱՏՄ-ում։ Այսինքն ասում են Նիկոլ Փաշինյան, դու չես կարող խաղեր տաս, գազ մի հատ մակարդակի հասնես, որ որոշում կայացնես Եվրամիություն գնում ես, թե ոչ։ 100 անգամ, 100,000 անգամ ասած կլինենք, որ դու այդ որոշումը այդպես կայացնել չես կարող, որովհետև դրա համար դու մի միության անդամ ես, առաջից քայլը անես դեպի Եվրամիություն, դա հակասելու է այս միությանը։ Դու նույնիսկ չես կարողանում ՍԵՊԱ-ն ամբողջական ծավալով կատարես, որտեղ դա գլոբալ խաբեություն է, դա չես կարող կատարես, որտեղ ՍԵՊԱ-ի որոշումը
17 թվականին ընդունվել, հիմք ընդունելով 15 թվականին ԵԱՏՄ-ի անդամակցությունը Հայաստանի, այս միությունը, այս համագործակցությունը, սա պետք է չհակասի միությանը։ Դրանից հետո 10 տարի խորացել ես ԵԱՏՄ-ի մեջ, ասում ես սեպան կատարեմ, դու ամեն անգամ Եվրամիությունից ես հետ եկել, բայց այնց ճոռոմ խոսել եք, թե Եվրոպայի հետ մենք երբեք ավելի մոտ չենք եղել, քան երբևէ չի եղել այդպես բան։ Ինչի մասին եք խոսում։ Այդ ստախոսությունը մի օր ձեր առաջ դնելու են, թե չէ։ Հիմա դուք տեսաք ինչ է կատարվում եւ մեր առաջ ինչ խնդիրներ են դնում։ Որոշումը մերն է։ Մենք այդ որոշումը պետք է կայացնենք։ Եվ հիմա մի բան ուղղակի արագ ասեմ, որովհետև դա վերաբերվում է այս խնդիրներին, որովհետև այս մանր ժուլիկությունը մենք ժառանգել ենք Սերժ Սարգսյանի ժամանակներից, ու այնպես չի, որ այն ժամանակ, որ ահազանգում էինք, մեզ էլ ասում էին, ինչ չար եք ու նախանց։ Այո, դուք չեք ուզում մեր երկրի լավը, որովհետև դուք եթե այդպես լիներ, դուք այդպես չէիք քննադատի եւ այլ։ Հիմա հարց է ծագում։ Մենք ինչ ենք ասում։ Սերժ Սարգսյանն օդում կախեց Ղարաբաղը։ Սա այն ժամանակ էր, երբ որ 29 մայիս 2014 թվական արդեն որոշում, բայց այսօր ինչ էին հավաքված գագաթնաժողովի։ Տոնակատարության առիթ էր, չէ՞, մայիսի 29-ին է, չէ՞, որոշում կայացել։ ԵԱՏՄ-ն իհարկե մենք հունվարի 2-ին ենք մտել, ԵԱՏՄ-ն ստեղծվել է հունվարի 1-ին 3 պետություն մտավ, մեզ ասին դու այդքան չկաս, որ մեր հետ միասին հիմնադիրելն ես, ամսի 2-ին ձևական մի բան գցեցին, որ մենք դառնանք։ Հիմա Սերժ Սարգսյանի ժամանակները հիշեցնում ենք, որովհետև այսօր բլբուլ են կտրել, ասում են մեր ժամանակ լավ էր։ Տղեկ, բայց ձեր ժամանակ ենք գրել, որ դեմներս փագում էիք, ասում էիք սև ցուցակ մտցրեք, որ իրանց խոսքը մարդիկ չլսեն, որ լսեն Նիկոլ Փաշինյանի խոսքը, որտեղ Նիկոլ Փաշինյանը ձեր ստեղծած ընդդիմությունն էր։ Հիմա նայենք ինչ ենք ժառանգել։ Սերժ Սարգսյանն օդում կախեց Ղարաբաղը։ Այսօր Աստանայում Եվրասիական տնտեսական միության ԵԱՏՄ ստեղծման պայմանագիրը, ինչպես եւ սպասում է, ստորագրեցին 3-ով, իսկ Հայաստանն ընդամենը պատրաստակամություն հայտնեց միանալ հունիսի 15-ին։ Այսինքն մայիսի 29-ին Աստանայում 2014 թվականին ստորագրեցին Եվրասիական տնտեսական միություն ստեղծել, Հայաստանի ժամկետ տվեցին, հիշում եք նաեւ Ալիևի նամակը կարդացին, Սերժ Սարգսյանը ծպտունը դուրս չեկավ, Նազարբաևը կարդաց, ինքը մումիայի նման նստած էր, ոչ մի ձեր, դե որովհետև չէին գրել դրե ձեռը, նախապես պիտի գրես դնես ձեռը, Սերժ Սարգսյանը առանց գրելու նույնիսկ չի ասում բարև ձեզ, պետք է կարդա բարև ձեզ։ Եթե նույնիսկ հանկարծ բանը ուշացած լինի հանդիպումը երեկոյան, բայց ինքը պետք է բարի լույս ասեր, որտեղ բարի լույս է գրած, ինքը երեկոյան կասեր բարի լույս ցես, որտեղ տենց էր գրած, ժողովուրդ ջան։ Հիմա ինքը իր պիտի ձեն աներ։ Հաստատվեց նաև այն տեսակետը, որ Հայաստանը կարող է անդամակցել ԵԱՏՄ-ին առանց Ղարաբաղի, որտեղ դա Ալիևի պահանջն էր, Սերժ Սարգսյանը համաձայնվեց։ Որտեղ Սերժ Սարգսյանը ժամանակ է խնդրել, ապա միայն նրա համար, որպեսզի գա ու համոզի, թե սա շատ լավ տարբերակ է մեզ համար։ Իսկ երբ դրան չհավատանք, ապա պալատական սազանդարները մեզ կհիշեցնեն, որ ինչպես պնդել են այսօր Աստանայում, Հայաստանը կարող է անդամակցել ճիշտ այնպես, ինչպես 2003-ին առևտրի համաշխարհային կազմակերպությանը, ԱՀԿ-ին, ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով։ Այսինքն փորձելու են բացատրել, թե ոչ մի նոր բան այստեղ չկա, եւ Սերժ Սարգսյանից առաջ արդեն նման քայլ եղել է։ Բայց տարական տրամաբանություն ունեցողը կարող է հասկանալ, որ առևտրի համաշխարհային կազմակերպությունն ու ԵԱՏՄ-ն երկրների միջև փոխհարաբերությունների միանգամայն այլ ռեժիմներ են։ Իդեպ, երբ որ ասում Սերժ Սարգսյանի սազանդարները սահմանադրության եւ կառույցների հետ միասին փոխանցվել են Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանի կողքի սազանդարները առանձնապես շատ չեն տարբերում Սերժ Սարգսյանից ստացածի հետ, էլի էս փաթեթով ստացել են։ ԱՀԿ-ն տնտեսական միություն չէ, այլ ընդհանրապես պետությունների միջև առևտրի ավելի բարենպաստ պայմաններ ապահովող համագործակցություն։ Իսկ ԵԱՏՄ-ն դա տնտեսական տիրույթ է, կոշտ խաղի կանոններով։ Իսկ այս պարագայում հնարավոր չէ, որ ԵԱՏՄ-ի մաքսային սահմանները միասնական ռեժիմ չունենան, այլ ասենք Ղարաբաղը չհանդիսանալով ԵԱՏՄ անդամ, այսօրվա պես մեկ ընդհանրական տիրույթ լինի Հայաստանի հետ։ Չէ՞ որ այդ պարագայում ապրանքները կարող են անարգել ներթափանցել Ղարաբաղ, իսկ բաց սահմանով Հայաստան։
Այսինքն ԵԱՏՄ-ի տարածք, ինչն ուղղակի կհակասի անդամ պետությունների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին։ Իսկ ԵԱՏՄ-ն չի կարող Ղարաբաղի մյուս սահմանները ամուր փակել, ազատ թողնելով միայն Հայաստանի այդ սահմանը, քանի որ դա անհնարին է Ղարաբաղյան հարցի չկարգավորված լինելու պարագայում։ Մնաց, որ աստիճանաբար Ղարաբաղին մեկուսացնեն, այն աստիճան, որպեսզի մենք համոզվենք, թե միակ ճիշտ ուղին, որպեսզի Ղարաբաղն էլ լինի ԵԱՏՄ անդամ Գյուլիստանի պայմանագրով, Ռուսաստանի կազմ մտնելն է, ինչի արդյունքում արդեն մեր միջև կլինեն բաց սահմաններ։ Ու պատահական չի, ես հիշեցի Գյուլիստանի պայմանագիրը, որտեղ 2013 թվականին Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակի հետ կապված Զորի Բալայանը նամակ էր ուղարկել Պուտինին, թե արի տեր կանգնի Գյուլիստանի պայմանագրով Ղարաբաղը քոնն է, Թուրքմենչայի պայմանագրով էլ Ռուսաստանն է քոնը։ Բայց չեք հիշում ժողովուրդ ջան ինչ կատարվեց։ Այն դեպքում, երբ որ 10 էջ գրող մարդը կարող էր մտնել ու կարդալ, որ Գյուլիստանի պայմանագիրը իր լիազորությունը ավարտել է Թուրքմենչայի պայմանագրով 1828 թվականին, իսկ Թուրքմենչայի պայմանագիրը լիազորությունն ավարտվել էր արդեն Խորհրդային Միություն ստեղծվելով, այնպես որ այդքանը հազիվ թե չիմանար գրող հրապարակախոսը, բայց մեզ փաստի առաջ էին կանգնացնում։ Այսինքն այս 15 օրը Սարգսյանին հարկավոր էր, որ կամ մեզ բացատրի, որ ուրիշ ճանապարհ չունենք, կամ վերջնականապես համոզվի, որ ինքն այդ քայլին գնալու ոչ իրավունք ունի, ոչ էլ հնարավորություն, որ հազարավոր զոհերի, ավերածությունների, արտագաղթի եւ էլի շատ ու շատ զրկանքների գինը չի կարող լինել Ղարաբաղը Ռուսաստանի կազմ մտցնելը։ Ցավոք մենք այնպիսի շեշտակի արագությամբ են ԽՍՀՄ վերականգնում Հայաստանում, որ հիմա էլ այդ հարցում են Ռուսաստանի ղեկավարները զարմացած, քանի որ ամենուր իրենք հայտարարում են, որ ԽՍՀՄ վերականգնելու մտադրություն չունեն, բայց պարզում է Սերժ Սարգսյանն ունի մեկ առանձին վերցրած երկրում ԽՍՀՄ վերականգնի, միայն թե դա իրեն օգնի աթոռը փրկել։ Դե ինչ, սպասենք բացատրությունների, թե առաջիկայում ինչ կերպ ենք մտնում ԵԱՏՄ, բայց մի հարցում չպետք է տատանվել ու հապաղել։ Ամեն ինչ պետք է անել, որպեսզի այս իշխանությունները նոր առաջ հեռանան, այլապես սրանցից ամեն մի վատ բան սպասելի է։ Բայց Սերժ Սարգսյանը չհեռացավ 14 թվականին, իր համար ընտրեց հաջորդ դիմություն, իդեմս Նիկոլ Փաշինյանի, որը պայքարեց պայքարողների դեմ, եւ որպեսի ասի սահմանադրական փոփոխությունը կեղծորակարգ է, Սերժ Սարգսյանին պաշտպանեց, դառավ Սերժ Սարգսյանի համար կառավարելի ընդդիմություն, որից հետո ստեղծվեց երկդաշինքը Սերժ Սարգսյանի եւ ասեց էս անդիմություն է ժողովուրդ ջան։ Այս ձևի էր ամեն ինչ արել, հետո հիմա մեկը մեկի վրա գցում։ Ժողովուրդ ջան, ասում եմ իրա ձեր բռնեք, գնացեք տուն։ Ասում են այս անգամ ընտրենք Չարիքի փոքրագույն։ Մեռանք բացատրելով Նիկոլ Փաշինյանը 8 տարվա վարչապետ ըլնելով արդեն մեծ Չարիք է, ժողովուրդ ջան։ Չկա երկուսի միջև Չարիքի փոքրագույն, կա մեծ Չարիք եւ մեծ Չարիք, եւ կա մի հատ բարիք։ Դա այս կուսակցությունն է Հայաստանի Շնորհապետական, որը ձեզ կտանի ճիշտ ճանապարհով։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։